Սիրելի ժողովուրդ հայոց, ահավասիկ Հունաստան ենք, կտեսնեք Հունաստանի թրոշը, Հունաստանի թրոշը սպիտակ եւ գաբույտ է, ուրեմն գաբույտը անշուշտ ծովը խորհրդանիշ է եւ մեջտեղը խաչ կա, որ խորհրդանիշն է քրիստոնեության։ Մենք կգտնվենք Աթենքի Ակրոպոլիսը եւ ահավասիկ վերեն ցեզի ցույց տամ Աթենքը երեք լեռներու ուրեմն մեջտեղ կգտնվի, տեսնեք լեռները, ահավասիկ լեռնաշղթաները, այդ վարը ուրեմն Զևսը չաստվածներու հայրը կնկատվի, Զևսի ուրեմն դաջարն է եւ Ադրիանի նվիրված գամարը Հիսուսեն յետ 131-132 թվականին սարքված, տեսեք ամբողջ ասիգա Աթենքն է, Աթենքի մեջը մոտավորապես 5 միլիոն մարդ կաբրի, անցյալին ամբողջ այս շրջանները, որ հետանոց էին, Պողոս Արաքյալի քարոզությամբ դարձան քրիստոնյա եւ առաջին անձը, որ քրիստոնյա դարձավ, այստեղ ուրեմն Դիոնիսիոս Արիսպակացին է։ Այդ դիմացը լերը կտեսնեք սպիտակ բաժինը, փոս բաժինը, այդտեղ են արտված են բոլոր մարմարները, սիրելներ եւ այս տաճարները մարմարով սարքված են։ Երևակայեցեք, որ Քրիստոսի առաջ ուրեմն սարքված 5-րդ դարուն սարքված տաճար է, Պարթենոնը։ Պարթենոնի տաճարն է ասիգա։ Այստեղը սիրելներ մոտավորապես 441 թվականին սկսան սարքել եւ դարիներու պատմության ընթացքին շատ ավերակներու ենթարկված է, բայց ասեմ, որ 5-րդ դարուն այս տաճարը Պարթենոն, որովհետեւ բառը շատ կարեւոր է գիտնաք, Պարթենոն բառը հունարենով կնշանակե գույս եւ Պարթենոնը ուրեմն խորհրդանիշ եղած է գույս Աստուծո Մեհյան անունով, ուրեմն երբ որ անունը Պարթենոնը գույս է, 5-րդ դարուն այս Պարթենոնի տաճարը վերածվեցավ Սուրբ Գույս Աստվածամոր Տիրամոր նվիրված տաճար, մինչև թուրքերը երբ որ գրավեցին 1458 թվականին Աթենքը գրավեցին, ատկե վերջ Սուրբ Գույսի նվիրված Սուրբ Գույս Աստվածամոր այս տաճարը վերածեցին մզգիթի։ Այսօր անշուշտ անիկա սիրելիներ այլևս ոչ տաճար է, ոչ մզգիթ է, անիկա տուրիստական ուրեմն թանգարան է, բաց թանգարան է, ինչպես կտեսնեք։ Նաև քանի որ այստեղը քանի որ բան է դաջարներն են, այս դիմացի դաջարը նվիրված է Աթինա Չաստվածուհին, ոմանք կսեն, որ Աթենքը գուքա Աթինա Չաստվածուհին անուն են, իսկ ուրիշներ կսեն, որ Աթինա Չաստվածուհին ստանցներ է քաղաքի անունը իր վրա, բայց ահա կտեսնեք Պարթենոնի տաճարը, այստեղը Աթինայի տաճարն է եւ ասեմ սիրելիներ, որ Աթինան ինքը Զևս Չաստուծո, Զեուսին, Զևս Չաստուծո զավակը, աղջիկը կնկատվի եւ ըստ առասպելի անիկա ծնած է Զևսի գլուխեն դուրս եկած է, ուրեմն առասպելը գսե, որ երբ որ Զևսի գինը հղի էր, ինքը գլեց զինք եւ ապա երբ որ օրը գլխուցավ ուներ, ուրեմն բժիշկներ գլուխը բացին եւ մեջեն Աթինան ելավ։ Ահավասիկ Աթինայի տաճարն է, 5-րդ դարուն Քրիստոսի յետ տաճարը երբ որ գայրի Աթինայի ուրեմն Արցաննալ գփջանա ճշմարտաբար Թեոսի ուրեմն փլուրն է, նաև այնտեղը գտնվի եկեղեցիմը։ Այստեղը սիրելներ տաճարին ճիշտ կողքին գտնվին 6 բարող դիգիները իրենց գլխում վրա բդուղներ շարգած
հրճակավոր ուրեմն արձաններ են։ Ասեմ, որ արձաններու մեծ մասը այս վայրին Անգլիայի մեջ փոխադրված են, եւ որ Անգլիայի տեսփանը եկավ այստեղ եւ թուրքերը գաշարեց օսմանցիները եւ վերցուց այդ դաջարները արձանները եւ դարավ եւ Անգլիայի դաջար ուրեմն թանկարանի մեջ կգտնվին բազմաթիվ արձաններ այս շրջանեն։ Ահա գտեսնեք սիրելիներ 6 բարող գիները իրենց գլխում վրա բդուղներ շարգած։ Երևակայեցեք, որ այս ամբողջը Քրիստոսի առաջ, մեր թվականներին առաջ, ուրեմն 5-րդ դարուն են, որ կառուցված են, գտեսնեք ամբողջ մարմարները, հսկա կառույց են սիրելիները, եւ գտեսնեք սյուները, բացառիկ սյուներ են, դարբեր սյուներու ոճեր կան սիրելիներ, իոնյան սյունի տեսակը կա, ուրեմն գորինթական սյունի տեսակը կա, եւ Ակրոպոլիս գրիչը քաղաքի վերին բարձունքը ամենեն վերի ծայրը եւ ահա մենք ամենեն ծայրն ենք, ինչպես տեսակ արդեն քաղաքը ամբողջությամբ ներքևն է, երբ որ բادرազմ գլար այդ ժամանակ էր որ ժողովուրդը այս միջնաբերդը կբարձրանար այսօր մոտավորապես 5 միլիոն ուրեմն մարդ կաբրի Աթենքի մեջ Աթենքը գետրոնն է թե վաճառականության, թե արվեստի, թե համալսարաններու, հավասիկ Ակրոպոլիսի հին տաճարի ուրեմն սիրելիներ, շքամուտքն է ամբողջ սյուներով, քեղեցիկ զարդարված։ Ահա, տեսեք, ամբողջությամբ սյուները, նախապես սիրելիներ, այսպես գեղդերու մեջ մնացած էր, 1950 թվականին վերջներ, որ սկսան վերանորոգել և մաքրել, տեսեք, բացառիկ սյուներ են, ասոնք իոնյան սյուներ են, որոնք վարը, տեսեք, բադյան գունենան, ներողություն, ուրեմն ամբյոն գունենան, որում վրա կբարձնա, իսկ ասոնք ոչ, դրովյան սյունադեսակներ են, ասիկա, ուրեմն հաղթանակի դաջարն է, նիքի կգոչվի, այսին հաղթանակի դաջար, մուտքն է, մուտքի սյուներն են, 4 դաջարներ կգտնվին այս Ակրոպոլիսի մեջ։ Հացարիկ կառույց եղած է սիրելիներ տեսնեք եւ իրապես այդ ժամանակ հացարիկ շինարարություն երևակայեցեք որ ոչ մեկ ցև չկար կորձիկներու եւ մարտիկ դաշած մարմարները բերած են տեսեք մարմարներու գերդվածքները Ագորայի շրջանն է ասիկա սիրելիներ, ժողովուրդը այս ներքևի մասն էր որ գաբրեր, Թեուսի ուրեմն դաջարը, գիտեք որ նաև
Հայաստանի մեջ նալ գարնի դաջարն ալ գա Անշուշտ փոքրիկ գարնի դաջարը այս հսկա դաջարին դիմաց Ագորայի շրջանն է եւ աթենքը ասեմ որ աթենքը շատ դարբեր ժամանակներու դարբեր գայսության հադրապեմ եղավ պատերազմներու հադրապեմ եղավ որովհետեւ Եգեյանի ծովու ուրեմն մեկ թերագազին ծայրն է աթենքը կարևոր վայրը եւ հետեւաբար միշտ պատերազմներով լեցուն է եղած է Հունական մշակութային գողքին հռոմեացիները գրավեցին աթենքը Քրիստոսի առաջ 125 թվականի մոտավորապես Սեք արցանները Եվ ատկե վերջը 4-րդ դարին ետքը բյուզանդացիները գրավեցին սիրելներ բյուզանդական իշխանության տակ եղավ Մինչև 1458 թվականը երբ որ աթենքը ողջույն ուխտաբորները բավական հոգնած են բայց լավ դեր եկաք չէ Աբրիկ ուրախ եք օրհնյալակ ողջույն ինչ լավ այ եւ այստեղ են Yes How many are they supposed to be 29 How many are they Yes We are complete, I think, yes? Let's go. Ողջույն Եվ ուրեմն ատկե վերջը դժբախտաբար Օսմանյան դիրաբեդության տակ եղավ մինչև 1821 թվականը, ուրեմն 400 տարի մոտավորապես Եվ ատկե ետքը Ուйները վերանգախացան, իրենց վերանգախությունը ուրեմն կդան, առաջին թագավորը, Օթո թագավորը, ինքն էր որ համախմբեց ժողովուրդը եւ պատերազմեցան օսմանցիներուն թեմ եւ գրցան ազատագրել։ Հետևաբար բավական պատմություն եղած է սիրելիներ Բավական պատմություն եղած է այս իմաստով այս շրջաններում մեջ Ցեզի նաև թատրոնը ցույց տամ թատրոնի վայրը ուր որ նախաբեց այստեղը իրենց ամֆիթեատրն էր հագդեսնեք այժմ այստեղը երաժշտական համերգներ կգադարեն Սեք ինչ պատմական դեղեր են Ավասիկ սիրելիներ ուզեցի որ դուգալ մասնակիցը լակ մեր այս ուխտակնացության եւ նաեւ սկանչելի այս պատմական ծանոթություն ունենաք որպես եւ որ Հունաստան գաք դուգալ այցելեք Ակրոպոլիսը Աստված ես առադաբես թողորդն է, խաղաղություն թողել աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին եւ Տիրոջ օգնականությամբ ձեր կյանքի բոլոր օրերը ամրիկ։ Օրհնյալ եղեք։